Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ։ Այսօր մենք հարցազրույց ենք անում մեր տաղավարում Արևելագետ Ապրել Զոհրաբյանի հետ։ Պարոն Զոհրաբյան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շատ մեր հայրենակիցները միգուցե հարց տան, թե ինչ պետք է մենք քննարկենք, բայց մի փոքր անդրադառնանք այս հարցին։ Ես ուզում եմ այսօր ձեր հետ զրուցել այսօրվա Մերձավոր Արևելքում գործուն ավելի շատ դարձող քրդերի հարցի մասին եւ սկզբի համար եկեք անդրադառնանք, թե ինչ են քրդերը այսօր իրանցից ներկայացնում Միջին Արևելքում, որտեղ են նրանք ապրում եւ ինչ քանակությամբ են նրանք։ Նախ շնորհակալություն հրավերքի համար։ Քրդերը հիմնականում ապրում են Սիրիայում, Իրաքում, Իրանում եւ Թուրքիայում։ Եսի նկատնեմ իրենց ձև մշտական բնակության կամ այլապես տարբեր պատճառներով ունեն նաեւ իրանք տարածուն սփյուռք ամբողջ աշխարհով մեկ, բայց այս երկրների տարածքում իրենց հիմնական բնակության արեալը գորնե վերջի 1000 տարվա ընթացքում իրենց քանակի մասին շատ մոտավոր տվյալներ կան, որովհետև իմ թվարկած երկրները այն երկրներն են, որոնք մարդահամարի հացման մեջ ազգություն հարցը չկա, հետեւաբար, այսինքն ճիշտ թվականակ մենք չենք կարող իմանալ իրենց մասին։ Այդ թվականակը բնականաբար կարող են ներկայացնել քրդերը, որոնք հնարավոր մի քիչ ավելի չափազանցված ներկայացվեն թվականակը եւ այդ թվականակի մասին կարան տեղեկություն փոխանցեն նրանք, ովքեր որ շահագրգռված չեն, որ քրդերը շատ լինեն, բայց շրջանառվում է հետեւյալ թիվը։ Այլ եմ ասում, սա բավական մոտավոր տվյալներ են։ Ուրեմն Իրանի տարածքում մոտ 8 միլիոն, Սիրիայի տարածքում 3 միլիոն, Իրաքի տարածքում 5-ից 6 միլիոն, Թուրքիայի տարածքում 20 միլիոն։ Ամենաշատը ապրում են Թուրքիայում։ Այո, ամենաշատը ապրում են Թուրքիայում։ Իսկ իրենց միջև կան նմանություններ, տարաձայնություն, ինչ որ տարբերվում են տարբեր երկրներում ապրող քրդերը, թե ոնց են իրենք տենց բնորոշում։ Ամենահիմնական նմանությունը, որ կա քրդերի միջև, դա առաջին հերթին այդ քուրդ ինքնության կրումն է, այսինքն որ իրանք իրենց քուրդ են համարում։ Հիմնական տարբերությունը լեզվական տարբերությունն է։ Քրդերը ունեն երկու հիմնական բարբառ, կուրմանջի եւ սորանի։ Կուրմանջիով խոսում են Թուրքիայի, Սիրիայի քրդերը, ինչպես նաեւ Իրանի քրդերի մի մասը, իսկ սորանիով Իրաքի եւ Իրանի քրդերի մի մասը։ Այդ լեզվական հիմնական տարբերությունն է, ուրեմն կան նաեւ կրոնական տարբերություններ, նկատեմ կան շիա քրդեր, կան սուննի քրդեր, մի հսկա հատված, որ ասում է եզդի քրդեր, կա նաեւ տեսակետ, որ դա մի այսպես կրոնական ուղղություն է քրդերի մեջ եւ դա իրանց կրոնն է, բայց կա նաեւ այնպիսի տեսակետ, որ եզդիները դրանք առանձին ազգություն են իրենց ներկայացնում։ Ամեն դեպքում նրանք նույնպես խոսում են այդ կուրմանջի բարբառով։ Իսկ մնացած տարբերությունները արդեն կախված է աշխարհագրական վայրից, որտեղ կարա Սիրիայի հարավում ուրիշ տեսակ աշխարհագրական վայր լինի եւ ասենք Կարսում ուրիշ տեսակ, որը այսպես թե այնպես անդրադառնում է նաեւ մարդաբանական տիպի վրա եւ իհարկե քաղաքական այն միջավայրը, որտեղ ապրել են, որտեղ ասենք Իրանի տարածքում ուրիշ քաղաքական համակարգ, քաղաքական, սոցիալական, մշակութային, կրթական, Թուրքիայի տարածում ուրիշ, Իրաքում ուրիշ, Սիրիայում ուրիշ, որոնք անդրադարձել են նաեւ այդ մարդկանց բնավորության, չգիտեմ, աշխարհանկալման վրա։ Տարբերությունները սրանք։ Իսկ քաղաքականապես իրենք տարբերվում են, կան տարաձայնություններ տարբեր վայրերում ապրող քրդերի միջև։ Քրդերը ուրեմն հիմնականում համախմբված են այդ 3
հիմնական այսպես կուսակցությունների շուրջ, իրանք իհարկե շատ են, բայց այդ երեքը առանցքային են։ Մեկը Բարազանիների շուրջ դա այդպես այսպես կլանա Իրաքում, մյուսը Թալաբանիների, որը նույնպես էլի կլանա, մեկ առաջինը կոչվում է դեմոկրատական կուսակցություն Քրդստանի, մյուսը հայրենասիրական կուսակցություն եւ Քրդստանի բանվորական կուսակցությունը, որը կարելի ասել համաքրդական կուսակցությունն է, որովհետեւ եթե այդ առաջին երկուսը ներկայացված են հիմնականում Իրաքում, Իրաքի տարածքում, ապա Քրդստանի բանվորական կուսակցությունը գրեթե ամեն օր որտեղ որ քրդեր կան։ Իհարկե իրանք կարան տարբեր անվանումներ ունենան, ուրիշ բանով հանդես գան, ուրիշ ձևով հանդես գան, անով հանդես գան, բայց բոլորի համար պարզ է, որ դրանք, ասենք, Քրդստանի բանվորական կուսակցության մասնաճյուղերն են։ Այս երեք հիմնական կուսակցությունները։ Պարոն Զոհրաբյան, անցած տարի եւ ներողություն ավելացնեմ, Թուրքիայի տարածքում գործում է նաեւ դեմոկրատ դեմ կուսակցությունը, ժողովրդների հավասարության կուսակցությունը կամ իրանք դեմ այդ թուրքերեն հապավումով, որոնք համարվում են քրդամետ կուսակցություն, ինքը ոնց որ քրդերի կուսակցությունը չի, բայց քրդամետ կուսակցություն։ Հա, այդ իրեն շարքերում նաեւ թուրքեր կան ոնց։ Այո, այո։ Թուրքեր, հայեր։ Հա, պարոն Զոհրաբյան, անցած տարի այս Սիրիայի վերջի զարգացումները, երբ որ Ասադի իշխանությունը տապալվեց եւ պրոթուրքական ուժերը եկան Սիրիայում իշխանություն, այդ թվում նաեւ քրդերը կարողացան գործոն դառնային, ինչը հիմա կատարվում իրենց շուրջ հենց Սիրիայի տարածքով, իրանք բանակցում են ներկայ իշխանությունների հետ, իրանք մտնել են իրենց այդ կոալիցիայի մեջ, ինչ նորություններ կա այդ ուղղությամբ։ Ուրեմն Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսելուց ի վեր այդ շրջանը, որով հիմնականում բնակեցված են քրդերը եւ մի քիչ էլ ավելի մեծ շրջան, կարելի ասել կիսաանկախ կարգավիճակ ձեռք բերեց եւ այդ տարածաշրջանը կոչվում է Ռոժավա, բառացիորեն դա քրդերենից նշանակում է արևմուտք, եթե թարգմանես այդ բառը նշանակում է արևմուտք, նու աշխարհագրական իմաստով արևմուտք նշանակում, բայց այդ Ռոժավայում նաեւ արևմուտքի ազդեցությունը բավական այսպես նկատելի է, մեծ է, ամերիկացիներն այնտեղ ռազմաբազա ունեին, կամ ներկայություն ունեին, որ մի պահ դուրս եկան, բայց ոչ ամբողջապես ֆրանսիացիները, մի խոսքով տարբեր ուժեր Ռոժավայում ներկայություն են եւ իհարկե ոչ ամբողջովին, բայց Սիրիայի կենտրոնական իշխանությունը այդ տարածաշրջանից դուրս մղվեց, իսկ արդեն անցյալ տարի տեղի ունեցած այդ իրադարձությունների հետևանքով նոր իրավիճակ ստեղծվեց Ալ-Ջոլանի այստեղ կառավարությունը, որը հիմա այդ ամբողջովին միակուր բան չի, կառավարություն չի, այնտեղ կան տարբեր ուժեր, պրոթուրքական եւ ոչ պրոթուրքական ուժեր, այդտեղ հիմա բանակցությունները ընթանում ինտեգրելու այդ շրջանը մեծ Սիրիայի, այսինքն գոյություն ունեցող Սիրիայի տարածքում։ Ինտեգրել, բայց ոչ տարալուծել, քրդերը պայմաններ են դնում, որ իրենց բանակը պետք է մնա, այս պայդրությամբ իրենց զենքի տակ կա մոտ 110 հազարանոց բանակ, ասեմ, որ Սիրիայի ներկայիս բանակը այդ քանակության չի ասում, այսինքն իրանք իրենց բանակով ավելին են, կան Սիրիայի այս պայդրությամբ գոյություն ունեցող բանակը, ավելի մոտիվացված են, նույնիսկ ավելի լավ են վարձատրվում, ավելի լավ զինված են, այդ թվում նաև ժամանակակից անօդաչու թռչող սարքերով կազմակերպված ուժ են եւ բառացիորեն 3 արդեն բան կար, պայմանավորվածություն կար, բայց դրանք պետք է հասկանանք, որ նախնական պայմանավորվածություններ են, որ այդ տարածաշրջանի Ռոժավա շրջանի առաջնորդը Մազլում Քոբանին պետք է զբաղեցնի փոխնախարարի պաշտոնը սիրիական կառավարության մեջ։ Եթե ճիշտ եմ հասկանում, խոսքը գնում է նրա մասին, որ Սիրիայի քրդերը նախընտրում են մնալ Սիրիայի կազմի մեջ, բայց ունենան ինքնավարություն, այսպես ասած, ավտոնոմ ստատուս ունենան։
Իհարկե իրանք ցանկանային, որ անկախություն ձեռք բերեն, ուղղակի աշխարհակաղակական իրավիճակը այնպեսին է, որ դա կարծես իրանց համար լավագույն լուծումն է այս պահի դրությամբ։ Անկախությունը կարող է միգուցե իրանց երկարատև հետագա պլանների մեջ լինի։ Ընդհանրապես անկախ Քուրդիստանի գաղափարը, այսպես է, կան 4 հիմնական Քուրդիստաններ Թուրքիայի տարածքում, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի տարածքում, որոնք քրդերի ռազմավարական պլանի մեջ կա այդ տարածքի վրա Քուրդիստանի ստեղծումը, որը մոտավորապես զբաղեցնում է 400,000 քառակուսի կիլոմետր տարածք, սակայն իրանք նաեւ գնում են համադաշնության, դեմ չեն համադաշնության գաղափարին, օրինակ Իրաքի տարածքում իրանք ինքնավարության կարգավիճակով են ապրում, թեև դեմ չեն լինի լրիվ անկախությանը, բայց նայում են, թե աշխարհակաղակական իրավիճակը ինչպիսին է։ Իրանի տարածքում քրդերը ապրում են Քուրդիստան կոչվող այդձև մարզում եւ այդ ձևով են իրականացնում իրանց այդպես ինքնորոշման իրավունքը, իհարկե այդտեղ շատ մեծ ինքնորոշման իրավունք չունեն, բայց գոնե այդ շրջանը կամ այդ մարզը հենց իրենց Քուրդիստան անունով է, թեև իրենց պատկերացրած Քուրդիստանը Իրանի մեջ ավելի մեծ է տարածքով, քան այսօրվա Քուրդիստան նահանգի տարածքը Իրանի։ Փաստացի ստացվում է, որ քրդերը ունեն ավտոնոմիա, ինքնավարություն Իրաքում, փաստացի ամեն ինչ գնում է, որ նրանք ունենան այդ ստատուսը Սիրիայում, եւ հաջորդ հարցը Թուրքիայի քրդերը, որը ոնց զրույցի սկզբում նշեցինք, իրանք ավելի մեծ քանակով են ապրում, այսպես ասած, մեծաքանակ են, այո։ Եվ բավականին հետաքրքիր նորություն ստացանք մենք անցած տարվա վերջ, եւ որ գնում են բանակցություններ Էրդողանի եւ Օջալանի միջև։ Մենք գիտենք, թե ինչ կերպար է ամբողջ քրդերի համար, որտեղ նրանք ապրեն, Օջալանը, եւ հետաքրքիր է, վերջերս ինքը հանդես եկավ հայտարարությամբ, ճիշտ է, այդ հայտարարությունը բանավոր ինքը չէր ասում, այդ իր կողմից փոխանցված հայտարարություն էր։ Եվ այդ հայտարարության մեջ կար կոչ դադարել զինյալ պայքարը եւ ինտեգրվել Թուրքիայի քաղաքական կյանքի մեջ։ Ըստ ձեզ, այդ հայտարարությունը, այդ կոչը ինչ ազդեցություն կունենա առաջերտին Թուրքիայում ապրող քրդերի եւ մնացած վայրերում ապրող քրդերի վրա։ Ուրեմն, եթե Օսմանյան կայսրության այդ փլուզումից առաջ իրավերջի շրջանում հիմնական խնդրեմը հայերն էին, ապա արդեն թուրքական պետության համար հիմնական գլխացավը խնդրեմը քրդերն են։ 20-րդ դարում քրդերը համարվում է, որ 20 անգամ ապստամբել են, մեծ կամ փոքր այդպես ապստամբությունները հաշվի առնելով, բայց 1978 թվականին ՔԲԿ-ի ստեղծումով, Քրդստանի բանվորական կուսակցության ստեղծումով, քրդական ազատագրական պայքարը նոր փուլ մտավ, որակապես նոր փուլ մտավ, եթե միջ այդ ապստամբությունները առանձին շեյխերի շուրջ համախմբված ապստամբություններ էին, ապա 78 թվականին ստեղծեց քաղաքական կուսակցություն, որը բավական լայն ցանց ստեղծեց թե ժողովրդի մեջ, թե ոնց որ ինչպես նշեցի, տարբեր երկրներում, եւ դա իրոք լուրջ գլխացավանք դառավ Թուրքիայի համար։ 84 թվականից նա անցավ նաեւ զինյալ պայքարի, եւ միայն 1999 թվականին Օջալանի ձերբակալումով հնարավոր դարձավ գոնե մի քիչ մեղմել այդ զինված պայքարը Թուրքիայի տարածքում, թուրքերին հաջողվեց դրան հասնել, բայց որ ասես, որ ամբողջապես հաջողվեց զինաթափել Քրդստանի բանվորական կուսակցությունը, դա այդպես չի։ Կարող ենք ասել, որ մինչև 16 թվականից հետո ըստ էության ակտիվ զինյալ պայքար բուն Թուրքիայի տարածքում ՔԲԿ-ն չի մղել, այսինքն զենքերը վայր դնելը շատ սիմվոլիկ է, որովհետև այսպես թե այնպես արդեն պարտիզանական պայքար Թուրքիայի մեջ
չէին մղում կամ շատ ինչ որ առանձին դրսևորումներ էին, էլի։ Քրդերը ավելի շատ անցան քաղաքական տրանսֆորմացիայի, ինչպես քիչ առաջ նշեցի, դեմ կուսակցություն կամ մի խոսքով այդ ձևափոխումը իրանք անցան արդեն քաղաքական պայքար մղելու։ Էրդողանի այս նախաձեռնությունը կարծում եմ պարզապես տեղավորվում է իր հետագա պլանների, քաղաքական պլանների տրամաբանության մեջ, նախապատրաստում հաջորդ ընտրություններին կամ արտահերթ ընտրություններին, որով ինքը կփորձի էլի հավերժացնել իր իշխանությունը, հասկանալով այս ամենը, քրդերը որոշակիորեն ընդունելով խաղի որոշակի կանոններ, նաև իրենց խաղն են տանում, որովհետև այնպես չի, որ միայն պետքա թուրքերի պահանջները լինեն, քրդերը պատրաստ են պես զինաթափման Թուրքիայի տարածքում, թեև ինչպես ասացի, իրանք արդեն իսկ զինյալ պայքար չէին մղում, բայց դրա փոխարեն իրանք բարձրացրել են հարցեր լեզվի մասին օրենքի փոփոխության շուրջ, որ պետքա դառնա երկրորդ պետական լեզու, գումարած դրան տեղական ինքնակառավարման մեջ բազմաթիվ իրավունքներ եւ այլն, այսինքն այնպիսի մի բան, որին դժվար է համաձայնվեն Էրդողանը կամ եթե համաձայնվեն ու այդ ուղով գնա Թուրքիան 5-10 տարի հետո մենք կարող ունենանք լրիվ ուրիշ դեմքով Թուրքիա, որտեղ հիմա Թուրքիայի, այսպես ասած, առանցքը դա իսլամ եւ ազգայնականություն, թե հիմա դրան էլ ավելանում է քրդեր ու բոլոր իրավունք են ունենում իրանց ազգային ինքնարտահայտման, ապա արդեն դա նույն Թուրքիան չի, որը այսօր մենք ունենք, դա հնարավոր է բերի այն տեսակ ցնցումների, որ Թուրքիա միասնական պետության գոյությունը կասկածի տակ դրվի։ Պարոն Զոհրաբյան, իսկ ինչպես կվերաբերվեն այդ կոչին շարքային քրդերը, նրանք կհամաձայնվեն զենքերը վայր դնել, այսպես ասած, թե կըմբոստանան այդ որոշմանը, չէ որ եթե չեմ սխալվում, նույն Օջալանը ժամանակին ասել է, եթե ես կոչ անեմ դադարել զինյալ պայքարը, ապա դա ես չեմ լինելու, որտեղ այդ ապացույցը տեսանյութը տարածվում է, եւ եթե շարքային քրդերը համաձայնվեն այդ կոչին, ապա ումն է դա ավելի շատ ձեռնտու։ Նախ ասեմ, որ քրդերի մոտ ընդհանուր առմամբ մեծ անվստահություն կա հենց Թուրքիայի նկատմամբ կամ Թուրքիայի նկատմամբ, իրանց մոտ մի հատ պապական խոսք կա, այսպես է հնչում, «Բախտե Ռոմա տնինա», այսինքն թուրքը վստահելի չէ, պապական խոսք է իրանց մեջ շրջանառող, գումարած են մաները, որ արեց, ասենք, Էրդողանը 16 թվականին սկզբից սկսեց այդ բարեփոխումներ, հետո էլի սկսեց ճնշումներ, իրանց մոտ մեծ անվստահություն կա Էրդողանի նկատմամբ, երբ որ ասում եք շարքային քրդեր, մենք պետք է հասկանանք, որ մենք ի վերջո ոչ թե շարքային քրդերի հետ է իր խնդիրը, այլ կազմակերպված քրդական շարժման հետ է խնդիրը։ Եթե չգնաց այդ որոշման, ապա բնականաբար չեն զինաթափվի, գնաց որոշման կզինաթափեն, բայց ես էլ եմ ասում, այդ զինաթափումը շատ պայմանական է, գոնե Թուրքիայի տարածքում այդ տեսակ հարց չկա, այս պայմանությամբ ակտիվ զինյալ պայքար չեն տանում։ Իսկ ինչ մնում է Սիրիայի եւ Իրաքի տարածքի զինված քրդերին, Սիրիայի քրդերի առաջնորդը ասաց, որ մենք կապ չունենք Օջալանի ասած հայտարարության հետ, որտեղ մենք PKK-ի մաս չենք։ Թե բոլորը գիտեն, որ PKK-ի մաս է, բայց փաստորեն այդպես երևացող PKK-ի մաս չեն, դրա համար ասում Օջալանի ասածը մեզ չի վերաբերվում։ Մյուսը Քանդիլ այդ Լեռնաշղթայում գործող Իրաքի տարածքում արդեն գործող Քրդստանի բանվորական կուսակցության բաներն են, ջոկատներն են, որոնք էլի պայման են դրել, որ պետքա որպեսզի կուսակցությունը համագումարը հայտարարի եւ այդ համագումարը կանա, որտեղ 13 տարի համագումար չեն անում, պետքա Օջալանը բաց թողվի եւ ինքը իր հեղինակությամբ կարողանա հավաքել այդ համագումարը։ Բայց թուրքերը սկզբից ասում են, թե զինաթափվեք,
Մինչև Օջալանին բաց թողնել։ հա, միջև Օջալանին բաց թողել։ Այսինքն խաղը ոնց որ հասկանում են, որ թուրքերն ուզում են խաբեն, քրդերը չեն ուզում խաբնվեն։ Եվ մենք որ հիմա խոսում ենք զինյալների մասին, չպատկերացնենք, որ դրանք ընդհանրապես ավտոմատներով զինված խմբավորումներ են։ Նրանք ունեն նաև արևմուտքի աջակցությունը նույն զենքերի տեսքով, որովհետև այդ անօթաչաները տեխնոլոգիան, այս վերջերս իհարկե դա Սիրիայի տարածքում էր, բայց քրդական ուժերին հաջողվեց խփել Աքինջի անօթաչու թռչող սարքը, որը Թուրքիայի ռազմաօթային ուժերի բարձանքներից մեկն, արդյունաբերության բարձանքներից մեկն էր, 40 միլիոն դոլար արժողությամբ։ Բայրակտարի ավելի շատ ավելի կատարելագործված տեսակը, շատ ավելի մեծ խնդիրներ լուծող անօթաչու թռչող սարք եւ Իրաքի մեծ քանդիլերներում գործող պարտիզաններն են ասացին, որ մենք արդեն ունենք հասանելիություն այնպիսի տեխնոլոգիաների, որ կարող ենք Թուրքիայի խորք մինչև 800 կիլոմետր խփել։ Այսինքն սա լուրջ բանի մասին է խոսում, զինուժի մասին է խոսում։ Պես ասացի, Սիրիայի տարածքում արդեն քրդերը մոտ 110,000-ից զորք ունեն։ Եվ հենց արևմուտքն է, չէ, իրանց այդ զինատեսակները մատակարարում։ Դրա մասին այդպես որևէ բաց ինֆորմացիա չկա, ուղղակի մենք կարող ենք ենթադրել, որ այդ կարգի տեխնոլոգիաները հասանելի են, ասենք, արևմտյան երկրներին, բնականաբար դա սարերի գործարաններում ստեղծված տեխնոլոգիաներ չեն, թե որոշ բաներ իրանք նաև արտադրություն իրանք ունեն։ Զրահատեխնիկայի փոխանցում եղել է ոնց որ Ռոժավայի տարածքում արևմուտքի կողմից, որոնք բաց աղբյուրներ էին, տեսանելի էին, բայց ոնց որ կա տեսանելի եւ անտեսանելի մասը։ Պարոն Զոհրաբյան, շարունակելով այն հարցը, որ քրդերը տարբեր երկրներում ունեն այսպիսի ինքնավարություն եւ մնում է Թուրքիայում այդ ինքնավարությունը ձևակերպեն, եթե իրանք եւ այդ ինքնավարությունները հենց այդ երկրների, այսպես ասած, ծայրամասերում է գտնվում եւ միմյանց կազմելով մի մեծ տարածք է ստացվում։ Այդ ինքնավարությունները կարող են, այսպես ասած, հիմք հանդիսանալ, որ հետագայում իրանք միգուցե շատ հեռու ապագայում ստեղծեն իրանց քրդական պետությունը։ Միացնելով այդ ինքնավարությունները շատ բան կախված է ուղղակի աշխարհակաղակական իրադարձությունների, ինչպես կզարգանան։ Ու ակնհայտ է, որ ստեղծվում է կամ գծվում է նոր մերձավոր արևելք։ Այդ նոր մերձավոր արևելքը ինչ ձևով կգծվի կամ ինչ կանոններ կգործեն այդ դեպքում, դրանից ելնելով քրդերը ոնց որ նաև իրանց որոշումը կայացնեն։ Այն ասեմ, որ երբ որ մենք նայում ենք պատմության ընթացքին եւ կարդում ենք այն ժամանակվա հայ գործիչների դիտարկումները քրդական շարժման մասին, մասնավորապես ասենք Կարոս Ասունու, նույնիսկ այդ առաջին համաշխարհային պատերազմից հետո ինքը բավական բարձր էր գնահատում քրդերի հնարավորությունը պետություն ստեղծելու, այսինքն զինուժի բանի մյուսի առումով, նա բավական բարձր էր գնահատում, նույնիսկ ոնց որ ավելի բարձր էր գնահատում, քան հայերի զինուժը, ոնց որ ինքնապաշտպանվելու եւ ստեղծելու։ Հիմա ես հարցազրույցի մեջ ասացի, որ շատ բան կախված է, թե ինչ աշխարհակաղակական զարգացումներ կգնան։ Քրդերը պատրաստ են ինչպես ինքնավարության, նաև պատրաստ են ավելի մեծ անկախության, այդ երկուսին է պատրաստ են, կախված նրանից, թե ինչպիսին կընթանան իրադարձությունները։ Վերջին շաբաթներում Թուրքիայում մեծ բողոքի ալիք է, մեր հանդիսատեսները պետք է որ իմանան, եւ Էրդողանի գլխավոր անդիմադիրը, որը պետք է դառնար հաջորդ ընտրությունների նախագահի տեխնացուն, քեմալական այսպես կոչված կուսակցության կողմից։ Եվ մեծ բողոքի ալիքներն են, խոսքը գնում է միլիոնների մասին, տարբեր քաղաքներում ամբողջ Թուրքիայի տարածքում։ Քրդերը այս բողոքների մեջ կան եւ եթե կան, ապա ինչ դիրքեր են իրենք զբաղեցնում այսպես այդ մեծ հոսքի մեջ։ Քրդերը անշուշտ կան, այստեղ կարելի է նախ ոնց որ տարանջատել քրդեր որպես
հետազգության ինքնության կրող եւ կազմակերպված քրդեր քաղաքական կուսակցությունների շուրջ։ Ուրեմն Թուրքիայում 1990-ական թվականներին այդ թուրք-քրդական բախումների արդյունքում մոտավորապես 3000 գյուղ ոչնչացվեց թուրքական բանակի կողմից, տեղահանվեցին տեղի բնակիչները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված մեծ արտահոսք եղավ դեպի մեծ քաղաքները։ Ստամբուլը այսօր համարվում է աշխարհի ամենաքրդաբնակ քաղաք, ամենաշատ քուրդ բնակչություն ունեցող քաղաք։ Դա մոտավորապես հաշվում են էլի մոտավոր 4 միլիոն քուրդ ապրում, 4-ից 5 միլիոն քուրդ ապրում Ստամբուլի տարածքում։ Սա պարզապես պատկերացնելու համար Ստամբուլի դեմոգրաֆիկ տեսքը։ Այդ դեմոգրաֆիա ասում մի բառ հիշեցի, ուզում եմ այդ գաղափարը տեսակետս հայտնեմ, եթե այս տարածաշրջանի ժողովուրդներից հայեր, քրդեր, այդ բաներ, թուրքեր, պարսիկներ եւ այլն, այս մեր տարածաշրջան, դերևս քրդերը ամենամեծ դեմոգրաֆիական աճը ցույց տվող ժողովուրդն են։ Այսինքն բազմազավակ ընտանիքներ եւ այլն քրդերի մեջ ավելի շատ են, քան ասենք բուն թուրքերի եւ ասենք պարսիկների մեջ։ Դառնալով այդ հիմնական հարցին, այդ շարժմանը իրանք ինչքանով են մասնակցում, ուրեմն Իմամօղլուի շուրջ ստեղծված այդ պայքարը կարծես դուրս է եկել միայն Քեմալիստ եւ կամ Իմամօղլու եւ Էրդողան այդ հակամարտության սահմաններից եւ Թուրքիայի վերափոխման, դեմոկրատիկ փոփոխություններ առաջացնելու պայմաններ են թելադրում եւ շատերը չլինելով Քեմալիստ դուրս են գալիս փողոցները, այդ մասնակցում են այդ միտինգներին եւ այդ առումով նաեւ ասենք քրդերը, որտեղ իրանք Թուրքիայի դեմոկրատացման մեջ տեսնում են իրանք շահերը եւ բնականաբար իրենց մասնակցություն են բերում, իսկ դեմ կուսակցությունն էլ էլի ակտիվորեն մասնակցում է այդ ցույցերին։ Թեև այդ հետաքրքիր բան է կա, երբեմն քեմալիստները, այսինքն երկրորդ դեմքը գոնե Անկարայի քաղաքապետը իրան թույլ տվեց ֆաշիստական այսպես արտահայտություն այդ ցույցերի ժամանակ, իհարկե հետագայում ներողություն խնդրեց, եթե հիշում եք Էրդողանը Նովրուզի տոնակատարությունը, չէ՞, միջև այդ դա չտեսնված բան էր Թուրքիայում, որտեղ Նովրուզը քրդերի ազգային ազատագրական պայքարի սիմվոլն էր եւ արդեն Նովրուզին նշումը համարվում էր հանցագործություն։ Իսկ Էրդողանը ինքը շնորհավորեց ոնց որ քրդերին այդ Նովրուզի տոնի կապակցությամբ եւ քրդական այդ ձև ամենաթեժ քաղաքներից մեկում այդ թուրք ոստիկանները քուրդ երեխեքին բան էին տալի, քաղցր բամբակ էին տալի եւ այդ նկարի ազդեցության տակ բանը թուրք առաջնորդը դիմադիր առաջնորդը ասաց դες այդ քրդերին բամբակ են տալի, մեզ վրա գազ են բաց թողում եւ ինչ որ ֆաշիստական արտահայտություն թույլ տվեց, որը բողոք առաջացրեց քրդերի շրջանում։ Մի խոսքով խառն են, ինչպես նկատեցիք, մասնակցում են, բայց որոշ վերապահումներով։ Օրինակ վերջի Թուրքիայի ընտրություններին իրանք իրանց տեխնացուին չառաջադրեցին, որպես նախագահի տեխնացու, դրանով պաշտպանելով ոնց որ քեմալիստներին, բայց ակնհայտ բան չտվեցին, այսպես կոչ չարեցին Քլիշդարօղլուին քվեարկելու, թե քրդաբնակ շրջաններում, որտեղ ասենք այդ բան եւ այլն Տիգրան Ամեդ կամ Դիարբեկիր, որտեղ որ քրդական խիտ բնակչություն կա, Քլիշդարօղլուն, այսինքն Էրդողանի հակառակորդը, մոտ 65% ձայներ հավաքել։ Մենք խոսացինք Օջալանի մասին, բայց չանդրադարձանք նույն դեմկուսակցության առաջնորդներից մեկի, Դեմիրտեշի, որ եւս գտնվում է բանտում, իր հետ, եթե չեմ սխալվում, եւս գնում են բանակցություններ, ճիշտ է։ Եվ այս բողոքի ակցիաներին այդ դեմկուսակցությունը մասնակցում է։ Դեմիրտաշն էլ ոնց որ այսպես ներգրավվեց այդ process-ի մեջ, որպես հարգված առաջնորդ, բայց այնուամենայնիվ պետք է հաշվի առնենք, որ անվիճելի առաջնորդը մնում է Օջալանը։ Հիմա թե գուցե թուրքերը փորձեն աշխատեն այդ տարանջատում մտցնել
տարբեր մոտեցումների մեջ այդ աների վրա խաղան, տարբերությունների վրա խաղան, բայց այնուամենայնիվ Օջալանը անվիճելի առաջնորդ է։ Այսինքն վերջի խոսքը Իրանն է, ոչ թե Դեմիրտաշին։ Կարա Դեմիրտաշի հայտարարություններն ինչ որ արձագանք ունենա, հետևանք ունենա, բայց ի վերջո որոշողը բան Քրդստանի բանվորական կուսակցությունն է։ Իսկ այս բանակցությունները Օջալանի եւ Էրդողանի միջև, եթե չեմ սխալվում, խոսք էր գնում, որ Իրան շուտ պետք է նույնիսկ ազատեն, բայց հələ այդ հարցը ձգձգվում է։ Միգուցե այդ այսպես ասած առևտուրը գնում իրենց միջև այդ հենց քրդերի իրավունքների վերաբերյալ Թուրքիայի տարածքում։ Օջալանի ազատ արձակման հարցը քրդերը բարձրացնում են միջև այս Էրդողանի հայտարարությունը, ավելի ճիշտ Բայչիլիի հայտարարությունը, թուրքական այդ ազգայնական առաջնորդի եւ այդ էլ թուրքական քաղաքականության մի հետաքրքիր հնարքներից մեկն է, որ ամենաազգայնական ուժն է ասում, եկեք բաց թողնենք Օջալանին, որ դա Էրդողանի վրա չմնա, եթե սա ասում են ամենաազգայնական ուժի առաջնորդն է ասում, ուրեմն էլ չի մնում մեկը, որ կարողանա քննադատի Էրդողանին, Օջալանին ազատ արձակելու համար, որտեղ Օջալանի հարցն թուրքերի համար նույնպես ցավալի հարց է։ Այդ պատերազմական գործողությունների ընթացքում մոտ 40,000 զոհ են տվել իրանք, հետեւաբար իրանց համար էլ դա միանշանակ ոնց որ terrorist է, բայց եթե Բախչելին ասում բան ազգայնական առաջնորդը, որ եկենք այս հարցը փակենք եւ այլն, բան թողենք, բնականաբար էլ մյուս ազգայնական ուժերը կարծես ասելիք չեն ունենալու, որովհետեւ ամենաազգայնականը այդպես է ասում։ Իմ կարծիքով ինչպես կընթանան իրադարձությունները հետագայում չգիտեմ, բայց իմ կարծիքով դեռ որ խաղ է գնում, ինչպես ասի թուրքերն ուզում են խաբեն, դա ակնհայտ է, իսկ քրդերը դա հասկանալով իրանց խաղն են խաղում, որ չխաբեն, այն իրավիճակից շահած դուրս գան։ Հիմա թե ի վերջո ոնց կավարտվի է ժամանակը ցույց կտա։ Եվ վերջին հարցը պարոն Զոհրաբյան կապված հայ-քրդական, այսպես ասած, հարաբերությունների չեմ կարծում, որ ներկայությամբ մենք ունենք լուրջ զարգացում այս հարցով, բայց ինչ պոտենցիալ ունենք մենք այդ քրդերի հետ հարաբերություններում հետագայում հաշվի առնելով, որ նաև մենք մեր պատմության մեջ ունենք եւս մութ էջեր մեր միջև, քանի որ շատ ցավալի էջեր են նաև եղել հարցը թե Համիդյան ջարդերի մասին, թե ցեղասպանություն ընդհանրապես։ Հա, ընդհանրապես եթե հայ-քրդական առնչություններն ենք նայում, այդտեղ կա թե այդպես ասած համագործակցության էջեր եւ թե կա հակամարտության էջեր, պարզապես այդ ամենահիմնական այդպես հակամարտության էջը դա այդ համիդենների ջոկատներ, որոնք մասնակցեցին հայկական ջարդերին, բայց մի բան պետք է հասկանանք, որ ի վերջո դրանք չէին ներկայացնում քուրդ ժողովրդին։ Վերջին հաշվով իրանք սուբյեկտ չէին, քուրդ ժողովրդին ներկայացնող սուբյեկտ չէին, այլ պետության կողմից կազմակերպված շահադիտական նպատակներով փողով մողով կազմակերպված ավազակախմբեր էին, որոնք հիմա էլ ասենք քրդերի դեմ Քրդստանի բանվորական կուսակցության դեմ պայքարում Թուրքիան օգտագործել է հենց նույն քրդերին, էլի ժամանակակից համիդեններին, որոնց ուրիշ անուն էր տվել քորուջիներ, յուղական պահապաններ, զինելով ավտոմատներով մոտ 60,000 այդպես քորուջիներ կային, եւ կան նաեւ համագործակցային էջեր հայ-քրդական, մասնավորապես ամենամեծ երևացող այդ էջը բացի այդ մեր այդ ապստամբական շարժում սասունման, որ մերոնք գնում էին, դե այդտեղից բանից Արևելյան Հայաստանից Անդրկովկասից զենք էր գնում, չէ՞, մեծ քանակությամբ դեպի Սասուն, Մուշ, Վան եւ այլն։ Դրանց մի մասը հնարավոր էր դարձել քրդական ցեղախմբերի հետ համագործակցության արդյունքով։ Դրանք զինատար խմբերին աջակցություն ստանում էին քրդերից, իհարկե եղել են պայր, որ բախումներ ա եղել, բայց ուզում եմ ասեմ, այդ համագործակցության էջն էլ ա եղել, եւ թերևս ամենամեծ համագործակցության դրսևորումներից մեկը Արարատյան ապստամբության ժամանակ քրդական հոյբուն
եւ հայ հեղափոխական դաշնակցության մեջ կնքված պայմանագիրներ, դա 20-ականների 25 թվականից հետո ցակացած ստամբություններ, որով պարտավորում են միմյանց աջակցել։ Սա ոնց որ համագործակցության էջերից մեկն է։ Պատմական կտրվածքով եթե նայենք սովետական Հայաստանում, ապա սովետական Հայաստանում գործել առաջի եւ ամենամեծ արձագանք ունեցող իր ժամանակին քրդական ռադիոն Երևանն է խոսում եւ ասում են այնքան այդ Երևանն է խոսում ռադիոն պոպուլյար էր քրդերի շրջանում, որ այդ 60-ական 70-ական թվականներին կային քուրդ աղջիկներ, որոնց անունը Երևան էին դնում, հենց Երևանն է խոսում այդ բանից ելնելով։ Դա այն դրական մթնոլորտնա շերտնա, որ ստեղծվի համատեքստնա, որի շուրջ կարելի էր նաև զարգացնել հետագա համագործակցությունը կամ ավելի լավացնել այդ հարաբերությունները։ Ամեն դեպքում որտեղ որ կա քրդական ինքնավարություն, օրինակ Ռոժավայում այդ բանակը, որ ես նշեցի, դրա մեջ գործում է նաև հայկական գումարտակ կամ հայերի ինչ որ իրավունքներ կան այդ Ռոժավայում, Իրաքյան Քուրդիստանում են, թեև նա այդպես ամբողջովին քրդական չի կամ ռոպեկակայական չի, բայց էլի բան կա հայերին մեծ տեղ կա, հայերենը ոնց որ լեզվի պետական լեզուներից մեկն է համարվում, բացի այդ էլ տնտեսական հարաբերությունները մենք այսօր Իրաքի հետ ունենք մոտ $250 միլիոն առևտրաշրջանառություն։ Հիմնական քրդաբնակ Եվ տարածքներից։ Իրաքյան Քուրդիստանի հետ այդ շրջանառությունը հայկական ապրանքները նաև այդտեղ են գնում, այսինքն ես խոսեցի նաև այդ սոցիալ-տնտեսական բանի մասին, որը կարա հիմք հանդիսանա նաև ավելի լայն համագործակցության։ Հնարավոր է կան համագործակցության այնպիսի շերտեր, որը տեսանելի չի դեռ լայն հանրությանը, բայց ես կարծում եմ, որ հայ-քրդական պես համագործակցությունը դեռ ամբողջովին բացված չի, դեռ շատ տեղ կա դա զարգացնելու, հասկանալով այդ խնդիրները, որ եղել են 20-րդ դարում, եւ ասեմ, էդի իրանք ոչ էլ մերժում են, ուղղակի ոչ էլ մերժում են այդ տերողությունը, պարզապես բացատրում են, թե ինչա դա հնարավոր դարձել, որտեղ մեծ պետություններ կարողացավ, եթե կարողանում է քրդերի դեմ անել, բնականաբար դի կարողանար քրդերին հայերի դեմ անել կամ հակառակը։ Եթե հիմա մենք մնանք այդ տրամաբանության մեջ, ապա կնշանակի շարունակել խաղալ Թուրքիայի խաղը։ Շնորհակալություն պարոն Զոհրաբյան, հիշեցնեմ մեր հանդիսատեսին, որ այսօր մեր հարցազրույցի հյուրն էր Արևելագետ Ապրեզ Զոհրաբյանը։ Մենք հետագայում էլ եթե առիթ հանդիսանա պարոն Զոհրաբյանը եւս ուրախ կլինենք ձեզ հյուրընկալել։ Այսօր սիրելի հայրենակիցներ, այսքանը, հաջողություն, միշտ նոր հանդիպում։